Ուրեմն Տերը օրհնի ձեզ, շնորհակալ եմ, որ համբերությամբ անցկացրեցինք իրար հետ առաջի դասը, ասեմ, որ Աստված ճանաչողությունը եւ ընդհանրապես Աստծո մասին խոսելը մեծագույն պատիվ է, մեծագույն։ Մենք խոսում ենք եւ փորձում ենք ճանաչենք մեկին եւ խոսում ենք մեկի մասին, ում անհնարին է իրականում ամբողջովին ճանաչել, ուղղակի անհնարին։ Մենք ճանաչում ենք իրեն այնքան, ինչքան որ ինքը կամենում է մեզ համար բացվել, կամ կամեցել է բացվել Աստվածաշնչում։ Ամենակարևորը, թանկագիններ ջան, Աստվածաշնչի հայտնություն Աստծո մասին կատարյալ ճշմարտությունը։ Եվ ինչ ուզում է այսօր սովորեցնել, որ Աստվածաշունչը պետքական չի, կարևոր չի, միակ գիրկը, որտեղ որ մենք կարող ենք իմանալ Աստծո մասին եւ ճանաչել ասում, դա Աստվածաշունչն է։ Էնպես որ այսօր պիտի խոսենք Աստվածաբանության երկրորդ դասի մասին, որտեղ փորձ կանենք մի քիչ ավելի խորը ճանաչենք մեր Տերոջը, որը կամեցել է մեզ փրկի եւ որով մենք այսօր այստեղ հավաքված ենք, փառք Իրան։ Տեր իմ, ես քեզ եմ հանձնում այս դասը, խնդրում եմ Հիսուս Քրիստոսի կենթանի անունով, որ առաջնորդես եւ խոսես ամեն մեկիս, թող փառավորվի քո անունը, ամեն։ Մենք այս դասում պիտի խոսենք Աստծո հատկանիշների մասին, թանկագիններ ջան։ Ուրեմն առաջի կետում խնդրում եմ գրեք, մենք սրա մասին մի քիչ առաջ խոսեցինք, բայց եւս մի անգամ գրեք, որպեսզի հիշեք։ Աստծուն ճանաչելը Աստծո նախաձեռնությունն է։ Մենք ի վիճակի չենք ճանաչել իրեն։ Աստված է նախաձեռնում եւ Աստվածաշնչի միջոցով եւ ամեն մեկիս կյանքում անհատապես իրեն ճանաչելու հնարավորությունը։ Որպեսզի մարդը ճանաչի Աստծուն, ունենա հայտնություն Աստծո մասին եւ այն փոխանցի ուրիշներին, Աստված տվել է մեզ լեզու, խոսելու հնարավորություն, խոսելու կոմունիկացիա։ Նաև գիր եւ գրականություն, որի միջոցով մենք մեկս մեկիս փոխանցում ենք գիտելիքը Աստծո մասին եւ հայտնությունը Աստծո վերաբերյալ։ Եղել է, չէ՞, որ դուք ինչ-որ հայտնություն եք ունեցել եւ եկել եք վկայել եք, որ Աստված ինձ այսպես բացվեց։ Դե պատկերացնում եք լեզու չունենայիք, գայիք ու փորձեք ինչ-որ բան բացատրեիք, կհասկանայիք, իհարկե չէիք հասկանա։ Նաև պիտի հաշվի առնենք, որ Աստված ճանաչության մեջ կարևոր հանգամանք է խաղում կամ ունենում այն փաստը, կարևոր հանգամանք է ունենում այն փաստը, որ մենք ստեղծված ենք Աստծո նմանությամբ եւ պատկերով։ Եվ ունենք միտք վերլուծելու հնարավորություն, բանականություն անցալելու համար, վերլուծություն անելու համար։ Եվ երբեմն Աստված խոսում է մեր բանականությանը։ Եվ դրա միջոցով օգնում է, որ մենք հասկանանք իրեն։ Օրինակ հիշում եք, երբ Հիսուսը հարություն էր առել, Էմաուսի ճանապարհի վրա երկու մարդ քայլելով գնում էին։ Եվ շատ տխուր էին։ Հանկարծ երրորդ մի մարդ միանում է իրենց եւ հարցնում է. «Ինչու եք տխուր այսքան»։ Ասում է. «Միթե դու չես լսել, թե ինչ է կատարվել այս օրերում Երուսաղեմում, որ սպանեցին մի արդար անձնավորությանը, եւ երրորդ անձնավորությունը Հիսուսն է լինում, եւ ինքը շատ ուշադիր լսելուց հետո ինքը ասում է. որքան դանդաղ եք դուք մտքով եւ ձեր սրտով»։ Եվ սկսում է իրենց գրված են մարգարեներից եւ մինչեւ իր օրերը, իր արածները բացատրել, թե ինչպես պիտի լիներ այդ ամենը։
Հիմա եթե այդ մարդիկ չունենային բանականություն, ի վիճակի կլինեին ընկալեին, թե ինչ գործ էր անում Աստված 5 տականում, ինչպես էր բացվում այնտեղ, եւ ինչպես բացվեց իր որդու միջոցով, ինչ ծրագիր էր իրականացնում, միանշանակ ոչ, ի վիճակի չէին լինի։ Այսինքն մարդու բանականությունը մեծ դեր է խաղում ունենում այս ծրագիրը ընկալելու համար։ Բանականությունը, այո։ Խնդրում եմ գրեք Աստծո հատկանիշները։ Մի վարքան ես տնեմ վիբրացիայի վրա, որ ձեզ չխանգարի։ Աստծո հատկանիշները։ Պետք չէ պատկերացնել, որ Աստված հատկանիշների մի կծիկ է, ուղղակի հատկանիշներ ներկայացնող մի էակ է։ Պետք չէ պատկերացնել, որ Աստված հատկանիշների մի կծիկ է, կամ ուղղակի հատկանիշներ ներկայացնող մի էակ է։ Միաժամանակ պետք է հասկանանք, որ ինքն է լիությունը ամեն հատկանիշի, որի մասին մենք պիտի խոսենք, որ ինքն է լիությունը ամեն հատկանիշի, որի մասին պիտի խոսենք։ Եվ ամբողջական առումով, եւ առանձին վերցված։ Եվ ամբողջական առումով, եւ առանձին վերցված։ Ասեմ, որ այս հատկանիշները, թանկագին իմ եղբայրներ, քույրեր, հնարավոր է ընկալել եւ հասկանալ նույնպես միայն Աստծո հայտնությամբ։ Մենք ինքներս ի վիճակի չենք, Աստված այնքան անընկալելի է, որ մենք ուղղակի մեր սեփական նախաձեռնությամբ ի վիճակի չենք հասկանանք, էլի։ Տերն է հայտնություն տալի, ինչպիսին է նա։ Ինչ է անում ինքը։ Եվ ինչ, ասենք, բնություն ունի, ինքն է բացահայտում մեզ համար այս ամենը եւ ընկալելի դարձնում, հասանելի ամեն մեկիս հոգևոր հասակի համեմատ։ Ուզում եմ, որ իմանաք, որ այս հատկանիշները Աստծո անբաժանելի մասերն են։ Ասենք այնպես չի, որ երեք Աստված ուներ այդ հատկանիշը, այսօր կամ վաղ ինքը կկորցնի այդ հատկանիշը, նրանք անբաժանելի մասն են Տերոջ։ Պարզը։ Առաջի հատկանիշը, որի մասին մենք խոսելու ենք, Աստծո անսահման լինելն է, անսահման։ Մի հատ ձեր մեջ այս բառը պատկերացրեք, անսահման։ Ասեմ, որ սահմանափակված մարդու համար, որը սահմանափակ է եւ ժամանակի, եւ տարածության մեջ, սահմանափակ է իր մտքի կարողության մեջ, սահմանափակ է իր մարմնի մեջ, սահմանափակ է տեղայնքի մեջ, հնարավոր չի ուղղակի ընկալել Աստծո անսահման լինելը։ Մենք ասում ենք Տերը անսահման է, բայց մեզ համար միշտ ինչ-որ սահմաններ կա։ Ինքը բացարձակ անսահման է։ Աստծուն ինչ-որ կերպ սենց վերցնել, սահմանափակել ինչ-որ մի բանի մեջ հնարավոր չի։ Ինքը բացարձակ անսահմանափակություն է։ Աստված չունի սահմաններ եւ սահմանափակ չի ժամանակով եւ տարածությամբ։ Աստված չունի սահմաններ եւ սահմանափակ չի ժամանակով եւ տարածությամբ։ Երրորդ Թագավորաց 8:27-ում մենք կարդում ենք. Արդյոք Աստված պիտի ապրի երկրի վրա։ Երկինքը եւ երկինքների երկինքը չեն տեղավորում իրեն քեզ, բայց այս տաճարը, որը ես կառուցել եմ, դու այնտեղ կբնակվես, Սողոմոնն ասում։ Ուրեմն, թանկագիններ ջան,
Աստված անսահման է, սահմանափակ չի ժամանակով, տարածությամբ, ինչ-որ տեղայնքով, ինքը բացարձակ աննկարագրելի մեծություն։ Երրորդ Թագավորաց 8:27 Հաջորդ հատկանիշը Աստված ամենուրեք է, ամենուրեք, այսինքն ինքը ամեն տեղ միշտ ներկա է իր ամբողջ լիությամբ, չէ՞։ Ամեն տեղ միշտ ներկա է իր ամբողջ լիությամբ։ Սաղմոս 138 ռուսերենով, հայերենով երևի 139, 7-ից 10 համարները։ Ուր կգնամ ես քո հոգուց, և քո երեսից ուր կփախնեմ։ Բարձրանամ երկինք, դու այնտեղ ես, իջնեմ գերեզման, դու այնտեղ ես, և հաջորդ դուք կկարդաք, այսինքն Աստված ամենուրեք է, ուր որ գնաս, և երբ էլ դիմես Տերոջը, ինքը լսում է քեզ, որովհետև ինքը այդտեղ ներկա է։ Պարզա, գնանք առաջ։ Հաջորդ հատկանիշը։ Աստված հավիտենական է, այսա շատ բարդ է ընկալել։ Մեր օրերում մենք շատ արտահայտություն ենք լսում։ Ախպեր ջան, բա որ դուք այդքան Աստծո մասին խոսում եք, բա Աստծուն ով է ստեղծել։ Ձեզ հաստատ այդ հարցը տված կլինի։ Այս հարցը կարող է տալ միայն մի արարած, որը ունի սկիզբ, և որի տրամաբանության մեջ միշտ կա սկիզբ և ավարտ։ Այդ արարածը ես և դուք եք։ Որովհետև մենք ունենք սկիզբ, ծնվել ենք և մի օր պիտի մահանանք և գնանք կորենք, մարմինը նկատի ունեմ, էլի հոգին Տիրոջ մոտ է գնում։ Եվ այս հարցը կարող է տալ միայն այսպիսի մարդը, որովհետև ինքը չի ընկալում, որ կա մի գոյ, մի էություն, որը երբեք սկիզբ չի ունեցել, և որը երբեք ավարտ չի ունենա, ինքը տիրում է ժամանակի վրա։ Ժամանակը սկսվել է և առաջ է եկել այս հավիտենական Աստծո նախաձեռնությամբ։ Ինքն է ժամանակը ստեղծողը։ Երբ ինքը ստեղծեց, և ստեղծեց Աստված ցերեկը և գիշերը օր առաջի։ Այդ պահից ժամանակը ընթացք ունեցավ։ Շատ մարդիկ ասում են, որ այդ օրերը անհասկանալի ժամանակ է։ Ասենք Աստված ասում է ցերեկ գիշեր, բայց կարող է դա տևի, ասենք 1000 տարի։ Վստահեցնում եմ ձեզ, դա 1 օր է, 24 ժամ, մեր ընկալած։ Տերը ամեն ինչ անում էր 1 օրվա մեջ և ավարտեց 6 օրվա մեջ։ Բայց ինքը միաժամանակ հավիտենական է։ Ժամանակը իր մեջ սկիզբ առավ։ Խնդրում եմ գրեք, Աստված միշտ կար, կա և պիտի լինի։ Չկա ժամանակի մի կետ, որտեղ որ Աստված ներկա չի եղել։ Տեր օրհնի, առանց գնալու։ Նրա համար ամեն բանի գոյությունը անբաժանելի ներկա է, ոչ թե ապագա կամ անցյալ։ Սաղմոս 89 ռուսերենով, հայերենով 90, 3-ից 5 համարները։ Մինչև որ դու արարեցիր սարերը, և դու ձևավորեցիր երկիրը և տիեզերքը, ժամանակների սկզբից մինչև ավարտը Տերը դու ես։ Տերը դու ես։
Այսինքն ամենասկզբում եղել է Տերը եւ ամենավերջում մեզ համար Տերը կա եւ երբ ամեն բանը ավարտվի այս ֆիզիկական աշխարհում Տերը միշտ կա եւ մենք ինքներս մի օր պիտի մտնենք Տերոջ այս հավիտենականության մեջ ոչ թե Աստված գա ժամանակի մեջ սահմանափակի իրեն այլ մենք, որպես հոգեղեն արարածներ, որպես վերստին ծնված մարդիկ, պիտի մտնենք Տերոջ հավիտենական կյանքի մեջ եւ երբեք արդեն մեր գոյությունը ավարտ չունենա։ Ցավոք սրտի սրան զուգահեռ պիտի լինի նաեւ մի այլ գոյություն, դժոխքի արկայությունը, որտեղ նույնպես հավիտենական ընթացք է, բայց հավիտենական տառապանքի ընթացք։ Պարզ է։ Կա կյանքի Աստծո հետ եւ կա հավիտենական մահվան ընթացք։ Հաջորդ հատկանիշը Աստված տիրակալ է ամեն բանի։ Տիրակալ է ռուսերեն վլադիկը всего сущего։ Տիրակալ է ամեն բանի։ Երկրի վրա շատ ուժեղ մարդիկ կան։ Ուժեղ պետություններ կան, հզոր, որոնց նախագահ լինելը մեծ պատիվ է եւ շատ այլ պետությունների կողմից ընդունելություն գտնող է։ Ամերիկայի նախագահան այսօր աշխարհում թելադրում է ամեն ինչ իր մտքով կանցնի։ Կուզենա սահմանափակություն կմտցնի այս ապրանքի ներմուծման կամ արտահանման, կուզենա չի մտցնի, կուզենա հարկային դաշտի վրա կազդի այլ պետությունների հետ աշխատելու, կուզենա չի ազդի, կուզենա այստեղ զոր կմտցնի եւ կհանի, բայց միևնույն է, այս էակը սահմանափակ է իր իշխանության մեջ։ Կա մեկը, որ ունի բացարձակ իշխանություն, բացարձակ տիրակալ է, նրա անունը կենդանի Տեր Աստված է։ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Սաղմոս 135 հայերենով 5-ից 7 համարները։ Ես ճանաչեցի, թե որքան է մեծ, որքան է հզոր Տերը։ Եվ մեր Տերը բոլոր աստվածներից էլ վեր է, այսինքն տիրակալ է։ Աստված անում է այն, ինչ ուզում է, սա բացարձակ հատկանիշ է, թանկագիններ ջան։ Օրինակ նույն Տրամպը չի կարող անել այն, ինչ ուզում է։ Իսկ Աստված անում է այն, ինչ ուզում է, ինչ իր կամքն է կամենում։ Երկնքի վրա, երկնքում, ծովերում եւ անդունդներում։ Ինքը ամպերն է բարձրացնում երկրի ծայրերից եւ կայծակներ է անում անձրևի ժամանակ եւ քամին է հանում իր պահարաններից։ Ես սա ռուսերենից եմ թարգմանում, խնդրում եմ տանը կկարդաք։ Տերը բացարձակ տիրակալ է։ Հաջորդ հատկանիշը շատ կարևոր է, շատ կարևոր։ Աստված ամենագետ է։ Ամենագետ։ Չկա մի բան, որ որևէ մեկը կարող է Աստծուն ասել, սովորեցնել կամ հուշել։ Հոբին, երբ որ Տերը հայտնվեց, խոսում էր Հոբի հետ ու ասեց. «Դե ինձ ասա, ես ինչ պիտի անեմ»։ Մի հատ թելադրի ինձ, բացատրի, ո՞նց է սա եղել։ Եթե կարող ես, ասենք այն դինոզավր կոչեցյալի վրա ռուսերեն նասարոգը որ կար։ Մի հատ շատ ուժեղ կենդանի է նկարագրված էլի այդտեղ, մեր լեզվով ասած դինոզավրը։ Երջուկ։ Եվ ասում է մի հատ բացատրի ո՞նց է արարվել ինքը։ Որևէ մարդ կարող է Աստծուն որևէ բան հուշել։ Իհարկե ոչ։ Աստված գիտի ամեն բան, գիտեր ամենասկզբից, գիտի հիմա եւ գիտի միշտ։ Հասկանում եք։ Այնպես չի, որ ինքը մի օր ձեռք բերեց ամենագետությունը, Տերը միշտ եղել է ամենագետ։ Գործք Առաքելոց 15:18-ում Տերը գիտի բոլոր գործերը հավիտենականության սկզբից։
18 Հաջորդ հատկանիշը Տիրոջ ամենազորությունն է կամ ամենակարողությունը Երեկա գրեք ավելի լավ ամենակարող Որտեղ ենք մենք տեսնում Աստծո առաջի ամենակարող լինել այս բացահայտումը Ում կյանքում ով կհիշի Աստծո հզոր մարդիկ Հա իհարկե Արել է եւ ամեն բան ստեղծել վահայ Չէ այդ ընդունում եմ երբ է ինքը առաջի անգամ բացվում մեզ համար իր արարչողության մեջ է բացվում ճիշտ եք ասում Ամեն այդ ամեն ինչի ճիշտ եք ասում երբ է ինքը ասում որ ինքը ամենակարող է բացվում որպես ամենակարող Դավիթին էլ ինչ տարբերակներ կան Մովսեսին Ես եմ սկիզբն ու վերջը Տերը օրհնի շատ ուժեղ բաներ եք ասում թանկագին եղբայրներ քուրեր առաջի անգամ ինքը որպես ամենակարող բացվում է Աբրահամին Ծննդոց 17-րդ գլխի մեջ հայտնվում է Աբրահամին Աբրահամը այդ ժամանակ 99 տարեկան էր եւ Տերը հայտնվելով հայտարարում է Ես եմ ամենակարող Տերը Եբրայերեն դա հնչում է որպես Էլ Շադայ ամենակարող Տեր Բог всемогущий Ինչ է սա նշանակում Սա նշանակում է որ չկա Աստծո համար մի բան որ ինքը չկարողանա անի Հասկանում եք Աստված ամենակարող Ապրես Տերը օրհնի քեզ Որպես ամենակարող չէ Այսինքն sense բացարձակ այդ առումով ինքը հայտնվում է Աբրահամին ինչու որովհետև Աբրահամը պիտի զավակ ունենար եւ ոչ միայն այն առումով որ պիտի Իսրայել ազգ առաջ գար այլ զավակ որի միջոցով հետագայում պիտի բացվեր երկրագնդի փրկիչը խոստման որդին Հիսուսը եւ այդ ամենը իրականացնելու համար պետք է իրոք գերբնական կարողություն, որ ունի միայն Աստված, որպեսզի այս ամենը իրականացնի բոլոր կետերում, կետ առ կետ համընկնի իրար հետ, սա կարող է անել միայն հանճար եւ ամենակարող Աստված։ Հասկանում եք։ Դեք, մեր տկար լեզվով փորձում ենք նկարագրենք մի էակի որին մենք հավիտենականություն պիտի ճանաչենք եւ ճանաչենք Եվ հիմա իմ տկար թոթովախոս լեզուն փորձում է ասել ձեզ թե ինչքան է Աստված ամենակարող Եվ Աբրահամի կյանքում իր ամենակարողությունը երևաց երբ Աբրահամին զավակ տվեց երբ տվեց երբ որ Աբրահամը 100 տարեկան էր Սարան Թանկագիններ չան Այսինքն ինչ եղավ իրենց մարմինները նորոգվեց Որովհետև ծեր մարդ էին երկուսն էլ, ի վիճակի չէին երեխա ունենային Նո Աբրահամը գուցե եւ, բայց Սարան ընդհանրապես գրած է, որ ի վիճակի չէր ինքը, նկարագիր է տված այնտեղ Եվ այդ մարմնի ամբողջ այդ ֆունկցիոնալը ի վիճակի էր արթնացնելու միայն ամենակարող Տերը Եվ երբ որ ինքը եկավ Աբրահամին եւ ասեց, որ մի տարի հետո այցելելուց հետո պիտի զավակ ունենա, Սարան ինչ արեց? Ծիծաղեց Սեծ Սարան չի ծիծաղում Այսինքն գիտեք ինչի ծիծաղեց Սարա Որտեղ մտածեց այն արդեն չորացել եմ Ինչ երեխա պիտի ունենամ Բայց Աստված այդտեղ հայտարարում է Ես եմ ամենակարող Աստվածը Որովայինը կենթանացնող Աստված 90 տարեկանում զավակ տվող Աստվածը Եվ ոչ միայն ինքը, այլ ինչպես դուք ասեցիք, երկիրը երկինքը արարող Աստված
Ամեն բանի իր համաչափության եւ կատարելության մեջ դնող Աստվածը կատարյալ է եւ ամենակարող է մեր Տերը։ Հաջորդ հատկանիշը, որ Տերը ունի, Պահե եղբայր մի բան ավելացնեմ կներեք։ Ճիշտ ասած ես էլ պայտակ ուզում եմ ռուսերեն այս հատկանիշը կոչվում է Единый Бог, հայերեն մի Աստված է կամ մեկ Աստված է։ Չէ, միակը չէ։ Ավելի լավ է գրեք մի Աստված։ Մի Աստված։ Ուզում եմ, որ դուք իմանաք, մենք երրորդության ժամանակ այս կանցնենք, բայց ուզում եմ, որ իմանաք, որ գոյություն ունի միայն մեկ կամ մի ճշմարիտ Աստված, կամ աստվածային էություն, որը բացվում է մեզ համար երեք իպոստասյով, կամ որպես երեք անձնավորություն, Հայրը, Որդին և Սուրբ Հոգին։ Այսինքն մի աստվածային էության մեջ կան երեք անձնավորություններ, իպոստաս ուներեն։ Սրա մասին դեռ պիտի շատ երկար խոսենք, դրա համար հիմա կանգ չեմ առնում։ Հաջորդ հատկանիշը խնդրում եմ գրեք, Աստված սեր է։ Ես այս երկու օրը քայլում էի թանկագիններ եւ իմ մեջ մտածում եմ Աստված իմ, բա որ հանկարծ դու սեր չլինեիր։ Բա որ հանկարծ դու այս ամենը ունենալով այս հզորությունը եւ ամեն ինչը, ինչ որ մենք գիտենք քո մասին, դու չլինեիր այսքան սեր, այսքան կամեցող։ Դուք պատկերացնում եք, եթե հանկարծ լիներ դաժան, ստեղծեր մեզ որպես ստրուկներ, որոնց բանացներ մի հավիտենականություն, դու չկարողանայիր մահանայր ու միշտ տանջվեիր ու տանջվեիր, տանջվեիր ու տանջվեիր, դու պատկերացնում ես քո վիճակը։ Ես փառք եմ տալի Տերոջը, որ ինքը բացարձակ սեր է։ Եթե մենք ուզում ենք հասկանանք սեր հասկացողությունը, մենք պիտի նայենք Աստծուն։ Որևէ մարդ ի վիճակի չի արտաբերի սեր հասկացողություն այնպես, ինչպես որ այն կա Աստծո էության մեջ։ Միայն Աստծո մասին մենք կարող ենք ասել Աստված, կողքը դնել հավասարության նշան եւ սեր։ Աստված հավասար է սեր։ Աստված ամբողջական սեր հասկացողությունը ընդգրկում է իր մեջ։ Առաջի Հովհաննես 4:8 Ով որ չի սիրում, նա չի ճանաչել Աստծուն, որովհետև Աստված սեր է ինքը իրենով։ Աստված սեր է։ Բազում տեղեր Աստվածաշնչում մենք հանդիպում ենք, որ Աստված սեր է։ Հետո մենք տեսնում ենք հաջորդ հատկանիշը, որ Աստված անփոփոխ է։ Աստված չի փոխվում, ինքը երեք, այսօր եւ հավիտյան նույնն է։ Աստված մարդու պես չի եւ մարդու որդու պես չի, որ այսօր մի որոշում կայացնի, վաղ այդ որոշումը փոխի իր էմոցիաներից դրդված եւ այլն եւ այլն։ Հասկանում եք։ Աստված անփոփոխ է, թանկագին իմ եղբայրներ եւ քույրեր։ Միայն մեր որոշումը քայլելու Աստծո հետ կարող է բերել որոշ փոփոխություններ։ Եթե մարդը նախընտրում է Աստծո սրբությանը, մեղքը, եթե մարդը չի ուզում ապրի Աստծո հետ, իսկ Աստծո որոշումը այս մարդու նկատմամբ եղել է, որ այս մարդը միշտ ապրի իր հետ դրախտում, մարդու որոշման պատճառով կարող է փոփոխվել նաև Աստծո վերաբերմունք։ Հասկանում եք։ Օրինակ, Աստված արարել է ամբողջ մարդկությունը եւ ինքը մեղավորի կորուստը չի ուզում։ Չի ուզում։ Ինքը ամենասկզբից չէր ուզում, որ որևէ մեկը գնար դժոխք։ Դժոխքը ինքը ում համար էր պատրաստել։ Սատանայի եւ նրա հրեշտակների համար, որևէ մարդու համար չէր պատրաստել։
Բայց այսօր կան սատանապաշտներ, ովքեր բացարձակ սենց ուղիղ դավանությամբ ասում են, մենք ուզում ենք մեր հայր սատանայի հետ լինենք։ Դե որ ուզում եք, կգնանք այնտեղ։ Եվ այդ ժամանակ Տիրոջ որոշումը այս մարդու համար փոխվում է։ Եվ նրա անունը կյանքի գրքից ճնշվում է։ Մաղաքիա 3:6 Որովհետև ես եմ Տերը և ես չեմ փոխվում։ Որովհետև ես եմ Տերը և ես չեմ փոխվում։ Դրա համար էլ դուք Հակոբի որդիներ չոչնչացաք։ Ես եմ Տերը և ես չեմ փոխվում։ Աստված հաջորդ հատկանիշը արդարություն է կատարյալ։ Կատարյալ արդարություն է։ Օրինակ շատ ժամանակ ասում են Աստված սեր է եւ ինքը չի ուղարկի մարդուն, քանի որ ինքը սիրում է մարդուն, չի ուղարկի դժոխք։ Այսօր կա ուսմունք Եհովայի վկաների եւ ադվենտիստների 7-րդ օրվա շաբաթապահների, ովքեր որ ասում են, որ Աստված սեր լինելով չի տանջելու մարդկանց դժոխքը։ Հələ շաբաթապահների մոտ կա մի ճյուղ, որ ասում է գուցե եւ տանջվեն մի քիչ, ասենք Գիտլերը 20 միլիոն մարդու գլուխ է կերել, կտանջվի ասենք 1 միլիարդ տարի, դրանից հետո ինքը կազատվի դժոխքից։ Թանկագիններ ջան, այս մարդիկ այս բանը ասելով հաշվի են առնում Աստծո մի հատկանիշը՝ սերը, բայց հաշվի չեն առնում, որ Աստված միաժամանակ բացարձակ արդար է իր բոլոր գործերի եւ որոշումների մեջ, եւ եթե դու պղծությամբ ես ուզում ապրես, եւ քո կյանքը տալիս ես պղծությամբ, մերժելով Աստծո փրկությունը եւ ձեռքը, Աստծո արդարությունը քեզ վերջի օրում դատելու է, որովհետեւ դու մերժեցիր փրկության ճանապարհը, որը ինքը իր սիրո հիման վրա տվել էր։ Ես ասեմ ձեզ, երկնքում չես դատվելու նրա համար, որ շնություն ես արել, գողություն ես արել, էս ես արել, են ես արել։ Դու դատվելու ես նրա համար, որ կար մի հատ փրկության ճանապարհ, խաչը Քրիստոսի, եւ դու այդ խաչը մերժեցիր։ Հասկանում ես։ Կար փրկության ճանապարհ եւ դու մերժեցիր այդ ճանապարհը։ Եվ դրա համար Աստծո այդ արդարությունը պիտի քեզ դատի։ Քո ընդունած որոշման հիման վրա։ Միաժամանակ սեր է եւ բացարձակ արդար է։ Դրա համար էլ ովքեր որ մերժում են Աստծո որդուն, մերժում են նրա ճանապարհը, պիտի տանջվեն հավիտյանս հավիտենից դժոխք։ Սաղմոս 10:7 Որովհետև Աստված արդար է, սիրում է ճշմարտությունը, եւ նրա երեսը բաց է արդարի վրա։ Հասկանում ես, ում է հաճում եւ ընդունում Տերը։ Արդարին, ով որ իր ամբողջ կյանքը դրել է նրա համար, որ Տիրոջ արդարությունը, խոսքը եւ կյանքը ապրի։ Այսպիսին էր Ենովքը, որը 65 տարեկան էր եւ քայլեց Տիրոջ հետ 300 տարի։ Եվ 300 տարի քայլելուց հետո հանկարծ ինքը վերցվեց։ 365 տարեկանում Ենովքը վերցրեց Տերը Ենովքին երկրի վրայից։ Նա գնաց այնտեղ, ուր ձգտում էր իր սիրտը։ Եվս մի հատկանիշ։ Oh my God։ Ինչ եք, երեխեք ջան, զգուշացրեք։ Ես երիտասարդ մարդ եմ, դեռ ապրել եմ ուզում։ Так, Աստված սուրբ է։ Վերջի հատկանիշն է, Աստված սուրբ է։ Օրինակ ոնց եք մտածում, ինչ է նշանակում սուրբ է։ Սուրբ լինել։ Օրինակ դու սուրբ ես։ Լինել կատարյալ։ Սուրբերը միայն առաքելական եկեղեցու պատերի վրա են կպցրած։ Եվ եթե մեր նկարները չկա անդ է կպցրած, ուրեմն մենք սուրբ չենք, չէ։ Նախ Աստված սուրբ է։ Ինչու է ինքը սուրբ։ Ինքը մեղք չունի, արդար է, չէ, անբիծ է, անարատ է, չէ։ Ինչու է Աստված սուրբ։
Ինքը սեր է, բայց սուրբ ինչու է։ Կատարյալ է, որտեղ Աստված է։ Մաքուր է եւ նրա մեջ չկա ոչ մի խավար։ Ինչ։ Հա, արդար է, բայց ինչու է սուրբ։ Մի հատ զարգացրու այդ միտքը։ Հա, դրա վրա կենտրոնացնի։ Երեխեք ջան, ինքը սուրբ է, որովհետև առանձնացած է ամեն ինչից բացարձակ զատված է։ Կադոշ եվրայերեն, որ նշանակում է սուրբ, առանձնացված։ Խնդրում եմ գրեք, Աստված առանձնացված է այս աշխարհից, որը խորտակված է չարության, ապականության մեջ, Աստված զատված է այս աշխարհից, որը խորտակված է չարության, ապականության մեջ, եւ սուրբ լինելուն հավասար մենք կարող ենք դնել եւս մի բառ, որը նշանակում է մաքրություն, մաքուր սուրբ, բայց սուրբ բառը օգտագործվում է հիմնականում, որ ինքը այդ աշխարհից, որը չար է եւ ապականված է, զատված է։ Հիմա դուք ինչու եք սուրբ։ Որովհետև Աստծո որդի ենք, որովհետև իրան ընդունեցինք, ամեն։ Բայց եք սուրբ։ Որովհետև առանձնացված ենք Սուրբ ենք։ Նա մեր մեղքերը վերցրեց ամեն եւ ամեն, Տերը օրհնի ձեզ, բայց չենք սուրբ։ Իրա պատկերով զատված ենք։ Հիմա որն է ճիշտը, լավ շփոթացրուկ ինձ։ Ճիշտ է, մենք սուրբ չենք, գրում ենք սրբացան։ Դրա համար էլ առաջի Պետրոս 1:16-ում գրված է. Սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Հիմա սուրբ ենք, թե սուրբ չենք։ Առաջի Պետրոս 1:16 Սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Ձեզ կանչող սուրբի պես սուրբ եղեք, ասում է Աստծո խոսքը։ Հիմա ես կարող եմ սուրբ լինել, կարող եմ մի օր էլ իմ նկարը առաքելական եկեղեցու պատի վրա կպցնեմ որպես սուրբ վահե։ Չեն կպցնի։ Ինձ համար կարևոր չի, որտեղ կպցնեն, ամենակարևորը որ Տիրոջ աչքերի մեջ ես սուրբ եմ։ Ինչու՞։ Ով կասի։ Մեկը դու ասեցիր, Տերը օրհնի քեզ, որովհետև մենք էլ ենք զատվում, երբ որ ընդունում ենք Հիսուսին այս աշխարհի ապականությունից։ Մենք ապրում ենք աշխարհի մեջ, բայց չենք առնչվում, չենք ընդունում այս աշխարհի դրվածքը։ Հայ հոյողի հետ չենք նստում հայ հոյելու։ Բամբասողի հետ միշտ բամբասում ենք։ Չէ՞։ Ես ինչ ուժեղ կանայք են, Տերը օրհնի ձեզ։ Դուք սուրբ ազգ եք, Տերը օրհնի, Փառք Հիսուսի։ Չէ, իրականում ցավալի փաստ է։ Մենք պիտի այս աշխարհում ապրենք այնպես, ինչպես որ ասենք դրսևորում է իրեն մեր Տեր Աստված։ Ասում է Հիսուսը ամեն բանի մեջ մեզ նման էր, բացի մեղքը։ Եվ Հիսուսը մեզ համար օրինակ թողեց, ինչպես մենք ապրենք այս աշխարհում։ Իհարկե մենք մարտնչում ենք, մենք երբեմն անկումներ ենք ունենում, բայց եթե քո սիրտը պատկանում է Տերոջը, դու բռնում ես Աստծուն եւ ընկնում ես բերանի վրա եւ աղաչում ես, որ ինքը ների քեզ։ Իսկ աշխարհիկ մարդը, օրինակ ես մեր սպորտզալում անընդհատ առնչվում եմ, այսպես կոչված առաքելական եկեղեցու հետևորդների։ Ես ուրախ եմ, որ մարդիկ հետևում են Աստծուն, կարևոր չի, ասենք, ինչպես իրենց կանվանեն, բայց իրենք անվանելով իրենց առաքելական եկեղեցու հետևորդ, պատասխանատվությունից իրենց հանում են, որովհետև եթե ես այստեղ եմ գալի, ես փորձում եմ ապրեմ Աստծո կամքով եւ խոսքով, իսկ իրանք
այնտեղ գնալով չգիտեն ոչ Աստծո խոսքը, ոչ կամքը, եւ իմ հետ խոսալուց գողականա գնում եւ հայհոյում։ Ասեմ ախպեր ջան, դու ինձ աղանդավոր ես անվանում, դու հայհոյող լինելով, դու ինձ անվանում ես աղանդավոր, դու ստախոս լինելով։ Հիմա եթե ես ապրում եմ Աստծո խոսքով, ինչու եմ ես աղանդավոր։ Կամ դու հասկացել ես ինչ է նշանակում աղանդավոր։ Թանկագիններ ջան, մենք սուրբ ենք, որովհետև մենք աշխարհի մեջ ապրելով այս աշխարհի ապականված գործերը չենք կատարում։ Մենք Տերոջ համար առանձնացված ժողովուրդ ենք, եւ երբ սատանան գալիս է քեզ ասում է, տես այս դրամապանակը դրած է, այ մարդը ով կտեսնի, հանի այդ փողը կողի քո գրպանը, դու ասում ես չէ, տեսնողը տեսնում է։ Հնարավորություն կա շնություն գործել եւ ոչ մեկը չի իմանա, ոնց չի իմանա, Աստված գիտի, հասկանում ես։ Որտեվ դու տեսնում ես քեզ Աստծո աչքերով, դու զատված ես այս աշխարհից եւ քիչ չի որ դու զատված ես, դու Քրիստոսի անգին արյունով լվացված ես, դրա համար էլ սուրբ ես։ Քրիստոսի արյունը, երբ դու իրեն ընդունել ես որպես քո կյանքի փրկիչ, եկել է եւ լվացել է քեզ ամբողջովին, մաքրելով ամեն ապականությունից, միայն Աստծո որդու արյունը ուներ այս ունակությունը։ Եվ երբ Աստված քեզ նայում է, ոչ թե տեսնում է Գայանեին, Նարինեին, Մարինեին, այլ տեսնում է քեզ վրա եւ քեզ պատող Քրիստոսին եւ ասում է. «Արի իմ զավակ»։ Հասկանում ես, որ դու երկինք մուտք ես գործում Քրիստոսի սրբությամբ եւ Քրիստոսի արյան շնորհիվ, ոչ թե քո լավը լինելու։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ուրեմն մենք սուրբ ենք, մենք զատված ենք այս աշխարհից, այս աշխարհի ապականությունից, առնչություն չունենք, շփվում ենք նույն մարդկանց հետ, բայց մասնակից չենք իրենց խավարի գործերի։ Իսկ եթե կա բան, որ մենք թույլ ենք տալի մեր կյանքի մեջ, պիտի ազատվենք դրանից, թանկագիններ ջան, որովհետև մենք չգիտենք, երբ այդ սուրբ Աստվածը, որը միաժամանակ սեր է, այո, բայց արդար է իր հատկանիշներից մեկը, կգա ինձ եւ քեզ տանելու, եւ եթե ինքը տեսնի այս աշխարհի ապականությունը եւ քո սրտի մեջ, մենք չենք ապշտակվի։ Ամեն։ Տեր օրհնի ձեզ։ Գնացեք հանգստանալու։ Աստված առատորեն լցնի ձեզ